Վերադարձանք գովազդից եւ ինչպես դուք գիտեք, տևական ժամանակ է մեր եթերում գովազդվում են տարատեսակ ապրանքներ Stark եւ Dermacol ընկերություններից։ Մեր տաղավարում է Bread Connect ընկերության հիմնադիր նախագահ Արման Մկրտումյանը եւ հենց այս ընկերությունն է նշված ապրանքատեսակների ներկայացուցիչը Հայաստանում եւ նրանից կպարզենք թե ինչ արդյունքներ ունեն գրանցած։ Արման, բարև ձեզ, բարի լույս։ Ուրախ ենք ձեզ հյուրընկալել մեր տաղավարում։ Այո, որքան ժամանակ է ասում ենք, սեփական փորձով փորձարկել ենք, գիտենք թե ինչ է, բայց ավելի լավ է ոչ թե մեզանից լսեն, այլ կոնկրետ ներկայացուցիչից։ Ինչ ապրանքներ եք ներկրում, բացի ցուցադրվածից, կարող ենք եւ ցուցադրվածի մասին էլ խոսել։ Շատ լավ։ Մեր ընկերությունը Brands Connect ընկերությունը շուրջ 7 տարի գոյություն ունի հայաստանյան շուկայում եւ ներ ենք մուծում հիմնականում երկու ապրանքանիշ, դա Stark ապրանքանիշն է, որի իրավատերը եւ մտավոր սեփականությամբ գրանցված է Brands Connect ընկերության ներքո Stark ապրանքանիշի տակ ներկայացնում ենք բազմապիսի տավարներ, ապրանքներ, նկատի ունեմ, դրանք մարտկոցներն են, լվացքի թերթիկներն են, խցանումները բացող միջոցներն են, ածելիներն են, ածելու սայրերն են։ Նաև մենք որդեգրել ենք քաղաքականություն ներկայացնելու որոշակի ինովացիոն բնույթի ապրանքներ, որից կարող եմ ներկայացնել լվացքի թերթիկները։ Լվացքի թերթիկները իրականում համաշխարհային, այսպես ասած, շուկայում շուտվանից գոյություն ունեն։ Բայց հայկական շուկայում սա նորարարություն է, ինքը շատ հեշտ ու պրակտիկ կիրառվող ապրանք է ու բավականին լավ էֆեկտ է տալիս ուրեմն լվացքին, որի համար եւ նախատեսված է։ Այսպես խորհուրդ կտամ մեր ուրեմն ազգաբնակչությանը որպես ինովացիոն ապրանք օգտագործել սույն լվացքի թերթիկները, ընդ որում ասեմ, որ մենք Valberist եւ Ozon Marketplace-ներում իրականացնում ենք ակցիա, հունիս ամսվա ընթացքում խորհուրդ կտամ այցելել նշված marketplace-ները եւ այնտեղից ձեռք բերել այս լվացքի թերթիկը, որը մոտավորապես 2800 դրամի սահմաններում է, իր իրական վաճառքի գինը 4500 դրամ է, բայց համարը 50% զեղչով է։ Մենք զգալի զեղչ չենք անում, որպեսզի ազգաբնակչությունը փորձարկի դա, տեսնի դրա էֆեկտները եւ հետեւաբար կենցաղում սկսեն ուրեմն օգտագործել։ Եկեք մի քիչ էլ խոսենք դեռ քանի թերթիկներն են ձեր ձեռքում, թերթիկների առավելություններից, Արման, որովհետեւ երբ ձեռքով լվացվող երևույթից անցում էինք կատարում արդեն հիմնական լվացքի մեքենաներ, այստեղ սկսեցին տարատեսակ փոշիներ, գելեր, հեղուկներ հայտնվել, բայց այս մեկը ոնց որ թե չտեսնված էր, դեռ մինչև այդ չէին իմանում մարդիկ, որ ընդամենը թերթիկը, որ նման է անձեռոցիկի, պետք է դնել թմբուկի մեջ եւ վերջ դրանով բոլոր հարցերը լուծված են։ Ինչ առավելություններ կա, բացի հեշտությունից, բացի ծանր լվացքի փոշիներն ու գելերը տուն քարշ տալուց զատ։ Եվ բացի անուշաբույրից, որը երբ տուփը բացում եք, ամբողջ տաղավարով մեկ տարածվում է։ Ըստ իս լվացքի թերթիկները նախատեսված են հագուստի լվացման համար, վերջնական արդյունքում դրան պետք է ծառայեն հագուստի լվացման համար, այսինքն հագուստի կեղծաբծերի վերացման համար, առաջին որպես նշանակություն եւ իրանք շատ բարձր մակարդակով դա իրականացնում են։ Շուկայում առկա են բազմապիսի լվանալու հեղուկներ, թե հեղուկ տեսքով, թե փոշի տեսքով, լվացքի թերթիկները որպես նորություն ներկայացված են մեր ընկերության կողմից միայն այժմ առաջնահերթ դա շատ որակյալ լվացքի ապահովումն է։ Նոր դրանից հետո բխող մյուս հետևանքներով, ինչպիսին է հոտը, ինչպիսին է անգամ այս տուփի պահպանումը, ինչպիսին է նաև այս տուփը կարող է մարդիկ ինչ-որ տեղափոխման հեշտություն ավելի առաջանա, եթե հեղուկի հետ համեմատենք, ապա չի ծորի եւ այլն, տենց էֆեկտներ գոյություն ունի, ինչպես նաև նախատեսված է թե գունավոր, թե սպիտակ շորերը, այսինքն նա ունիվերսալ է նախատեսվում, բավականին ցածր ջերմաստիճանի տակ կարելի է օգտագործել, ինչու՞ չէ, նաև կարելի է օգտագործել անգամ ձեռքով լվալու համար, եթե ասենք օրինակ ինչ-որ մի շոր այդ պահին կեղտոտվել է եւ մեկի համար անհրաժեշտություն չկա լվացքի մեքենան միացնելու, հետեւաբար այդ մի կտոր շորը, այսպես ասած, կարելի է թեկուզ մի թերթիկի առկայությամբ լվանալ, ինչը որ ասենք օրինակ թմբուկի մեջ ամբողջական լվացքի համար նախատեսված է 3 թերթիկ։ Բացի դրանից հետնամասում նաև գրված են թե քանի այսպես ասած կտոր եւ կիլոգրամ շորերի համար քանի հատ թերթիկա նախատեսված, այսինքն ուղղորդում է հաճախորդին, որպեսզի իրենք ճիշտ կիրառեն։
Բացի դրանից նաև ունենք արդեն ներկայացված հայերեն լեզվով օգտագործման եւ իր առավելությունները, ինչպես նաև ռուսերեն լեզվով իհարկե, եւ մարդիկ կարող են ծանոթանալ հենց անմիջապես տուփի վրայից։ Քանի թերթիկ է ներառված տուփի 60 թերթիկ է ներառվում, ինքը մոտ այսպես ասած շատ լվացքի պարագայում 20 դեպքի համար կարելի է կիրառել, այսինքն ամեն մեկը 3 թերթիկով, եթե ավելի քիչ լվացքի տարողություն է, ապա ավելի շատ դեպքերի համար կարող է կիրառվել։ Պետք է ավելացնել, որ թերթիկները կենսաքայքայվող են, այսինքն երբ որ դուք թերթիկը դնում եք թմբուկի մեջ, այլևս պետք չէ վերջում ընկնել շորերի մեջից ման գալ թերթիկը, որտեղ թերթիկը բնականաբար քայքայվել է եւ իր էֆեկտիվությունը արդեն տվել է շորերին, որոնք եւ անուշահոտ են եւ բնականաբար մաքրված են բծերից։ Փոշի տարբերակներում սովորաբար մենք հանդիպում ենք այնպիսի փոշիներ, որոնք ալերգիա են առաջացնում զգայուն մարդկանց դեպքում։ Ինչ կասեք ստարկի մասին, արդյոք նախատեսված է նաև ալերգիկ մարդկանց համար։ Այո, իրանք հակալերգիկ են, ինչպես նաև մեր որոշ գնորդներ իրենց կոմենտները թողել են Viber-ից եւ Ozon մեկնաբանությունները հարթակներում, ընդեղից նաև մեր գնորդները, նոր գնորդները կարող են ծանոթանալ, որ միանշանակ դրական ուրեմն կարծիքներ են հայտնվել ապրանքի վերաբերյալ, այդպես։ Ես այդ հարցը ճիշտ ասած ուզում եի տալ, ինչ ֆիդբեքեր, ինչ կարծիքներ եւ նաեւ ինչ առաջարկներ կան Ozon-ում եւ Wildberries-ում, որովհետեւ վստահ եմ, որ դուք այն ընկերությունն եք, որ անպայմանորեն հաշվի է առնում սպառողի կարծիքը եւ նաեւ փորձում է նրանց այսպես ճակերտավոր ասած քիմքին հաճո ապրանքներ ներկայացնել։ Այ ինչ դրական եւ նաեւ ինչ բացասական կարծիքներ եք լսել, ոչ միայն լվացքի թերթիկներից առհասարակ։ Ասեմ, որ լվացքի թերթիկների հետ կապված կարելի ասել 99%-ը դրական են եւ բավականին գոհ են հաճախորդները, որ օգտագործել են այդ ապրանքները, կոնկրետ լվացքի թերթիկի մասին է խոսքը եւ ընդհանրապես Stark բրենդի բոլոր ապրանքները, որը ներկայացված է ընկերության կողմից, ասեմ, որ Stark բրենդը Հայաստանում նաև մեր ընկերությունը մատակարարում է տարբեր խանութներ, այսինքն բացի on-line հարթակներից, նաև կարելի է գնալ խանութներից, այդպես ուրեմն շուկայում ընդհանուր առմամբ տարածվածություն ունեն նշված ապրանքները որպես նորույթ։ Պայմանականորեն փորձելով բաժանել տան կենցաղը, սա պայմանականորեն թողնենք տնային տնտեսուհիներին, լվացքի թերթիկները, նաև տնային տնտեսներին անցնենք, այո, որոնք որ կարողանում են խնայել եւ իրենց ժամանակը եւ իրենց բյուջեն գրպանի, որովհետեւ կան հատուկ նախատեսված մարտկոցներ, էլեմենտներ, այլ կերպ ասած, որոնք բազմակյա վերալիցքավորման համար են եւ ուշադրություն, որոնք ունեն 7 տարվա կյանք։ Այո։ Ես կուզենայի սրանք մենք անվանում ենք USB մարտկոցներ, քանի որ ինքը ունի լիցքավորման միացման տեղ։ Այո, ինչ այլոց ամեն անգամ ասում ենք, Արման, որ ոչ թե մարտկոցը դնում ենք որևէ ադապտերի մեջ, որպեսզի նա վերալիցքավորվի, այլ մարտկոցը ինքնին ադապտեր է, հենց USB-C վարդակը հենց նրա վրա է։ Այո, ասեմ նշեմ, որ կիրառությունը կենցաղում որտեղ որ մարտկոցները ընդհանրապես կիրառվում են, ասենք հեռակարգման վահանակների մեջ, խաղալիքների մեջ, ժամացույցների մեջ, որտեղ որ մարտկոցը եւ 1.5 վոլտ կիրառվում է, նույն նպատակով կարելի է կիրառել նաեւ այս USB մարտկոցները ի տարբերություն մյուս մարտկոցների 1 ու 2 վոլտանոց, որոնք ասենք ի սկզբանե նախատեսված են հենց մարտկոցների, օրինակ ասենք հեռախոսների լիցքավորման մեջ եղող այդ մարտկոցները, որոնց համար հենց հեռախոսի այդ հարմարանքն է, որի վրա որ իրանք դրվում են լիցքավորման։ Խոսքը ստացիոնար հեռախոսի մասին է, բնականաբար բջջայինի հետ չխառնեք, բջջայինի մեջ տեղ չի անում։ Իհարկե, իսկ սա շատ ըստ մեզ էլի ինովացիոն մեր ապրանք է, քանի որ մեր ընկերության ստրատեգիայի մեջ հենց այդ ինովացիոն ապրանքներն են մտնում, բացի բոլոր առկա սովորական մարտկոցներից կենցաղում կիրառվող, նաև այս նորույթն է կիրառվում, այսինքն լիցքավորվող մարտկոցը ուրեմն արդեն երբ որ լիցքաթափվում է, հետևաբար հնարավոր է նա լիցքավորել բավականին կարճ ժամկետով, ինքը մոտ կես ժամ ժամանակահատվածում լիցքավորվում է եւ շատ օրինակ հարմար է, ասենք խաղալիքների համար, քանի որ ինչպես փորձը ցույց է տալի, երեխան խաղալիքով որ խաղում է 1 ժամ, 2 ժամ, այդ մարտկոցը արդեն լիցքաթափվում է, հետևաբար կամ պետքա նոր մարտկոց գնել, կամ սա շատ լավ տարբերակ է կես ժամ լիցքավորելուց հետո կիրառել
խաղալիքի մեջ եւ հետեւաբար երեխան, այսպես ասած, երկարաժամկետ հաճույք կստանա իրեն գնված խաղալիքի օգտագործելուց։ Եվ վերջապես ամեն անգամ ստիպված չեք լինի, երբ որ լիցքաթափվում է որևէ մարտկոց, գնալ, թեկուզ ամենաէժանը գնել, որտեվ նկատել է, չէ՞, եթե խաղալիքի համար է, ամենաէժանն են գնում։ Ինչու՞, որտեվ դե խաղալիքի համար է, մինչդեռ 20 րոպե հետո էլ չի լինելու, չի գոյատևելու։ Մենք նկատում ենք, որ այդ մարտկոցների հետ նաև կա USB լար։ Այո։ Բայց կան մարտկոցներ, որոնց հետ կարծես թե առկա չեն։ Դրանց տարբերությունը նաև գնային է։ Այո, իհարկե գնային է, սույն մարտկոցները շատ բնականաբար ավելի արժեքով բարձր են, որտեղ իրանք շատ երկարաժամկետ օգտագործման են։ Մնացած մարտկոցները, որի հետ լար չկա, իրանք լիցքավորման ենթակա չեն, իրանք, այսպես ասած, օգտագործման ենթակային ենքան, մինչև որ լիցքաթափվի, իսկ սա բազմակի օգտագործման համար է նախատեսված, դրա համար իր հետ կա միանգամից լար, որպեսզի հաճախորդի համար լինի այդ հարմարությունը, որ միանգամից լիցքավորի եւ օգտագործի։ Մենք նաև տեսնում ենք ոչ միայն լիցքավորվող, այլև հենց ստանդարտ էլեմենտներ, մարտկոցներ, որոնք որ կարելի է կիրառել տարբեր չափսերի, սա 2A է, հետո 3A տարբերակ կա, ավելի հաստերը կան, այլ կերպ ասած, սրանք հիմնականում օգտագործվում են հասնենք չգիտեմ դու գիտես թե չէ, բայց ջրատաքացուցիչների կայծերը միացնելու համար հայերի մոտ ամեն ինչ իր անուն ունի, սա ժամացույցի էլեմենտ է, սա ջրատաքացուցիչի էլեմենտ է, հաստից կամ կիցա, չէ, բայց հիմնականում մարդիկ սովորեն, եթե հաստ է, ապա ջրատաքացուցիչի համար է նախատեսված։ Բայց բացի մարտկոցներից կա նաև այլ ապրանքատեսակներ։ Այո, բացի մարտկոցներից կան շատ կուզենամ, որպեսզի ես էլ շատ կուզենամ օգտագործել դա, որ տարին է մասսայական մատակարարվում է ուրեմն Երևան քաղաքի եւ Հայաստանի Հանրապետության խանութներ շատ մատչելի գին ունի եւ շատ որակյալ ինքը սափրվելու փրփուռա տղամարդկանց շատ խորհուրդ կտամ սա օգտագործել հիմնականում ըստ մեր մարքեթինգային քաղաքականության սա վաճառվում է ածելիների հետ միասին, ածելիները բոնուս, եթե դուք խանութներում տեսնեք, հաճախ ինքը փաթեթավորված է դեղին լենթով որպես նվեր, միասին վաճառվում է, այսինքն գնելով փրփուրը դուք ստանում եք նվեր ածելիները, որը եւս հետագայում ազատ վաճառքի գոյություն ունի բոլոր խանութներում, այսինքն փրփուրի օգտագործման ժամկետը չնայած որ բավականին երկար է, ածելիների տարբերություն փրփուրի ավելի քիչ, հետեւաբար նոր անհրաժեշտության դեպքում խանութներում եւս ածելիները առկա են եւ մարդիկ կարող են դա գնել։ Ինչպես նաեւ կարող եմ նշել, որ ածելիների տարբեր տեսակներ գոյություն ունեն այսպես ասած տղամարդկանց համար նախատեսված, կանանց համար նախատեսված, լեզվանի թե մի քիչ ավելի, երկսայր, եռասայր, այդպես, ինչպես նաև ածելիներ, ունենք նաև հետևյալ, սա էլի եւս ինչ-որ չափով կարող եմ նշել որպես նորույթ ապրանք, սա ինքը ռուսերեն է գրված, բայց ես հայերեն ասեմ մազերի լուծիչ։ Ակռոտ այլ կերպ ասած, մի քիչ ավելի ուրիշ ինքը քիմիական բաղադրություն ունի, հիմնականում վարսավիրանոցներում, երբ որ հաճախ շատ մազեր են լվում եւ խցանումներ առաջացնում, ինչպես նաեւ տանը, ում տանը որ շատ կանայք եւ աղջիկներ կան, հետեւաբար շատ ընտիր միջոց է խցանումները բացելու համար, ելի ասեմ, որ մոտավորապես ինովացիոն բնույթի ապրանք է, ուղղակի սովորական կռոտ չի, որը որ ասենք այդ բացումախցանումները, ինքը էլի հետևը հայերեն լեզվով գրված է օգտագործման ուղղությունը, ոնց կարելի անել, նշեմ նաև որ փրփուրի վրա էլա գրված հայերեն լեզվով, այո, դա է ինչի վերաբերյալ։ Իսկ այդ մեկ տուփը նախատեսված է մեկ օգտագործման համար։ Մեկ տուփը գնաց խցաման աստիճանի, բայց հիմնականում ցանկալի է կիրառել մեկ տուփ, որպեսզի ամբողջությամբ խնդիրը վերանա։ Այս ամենը գալիս են թեթևացնելու, հեշտացնելու թե կենցաղը, թե մարդու ապրելակերպը առհասարակ։ Եկեք հասկանանք կորպորատիվ մշակույթի եւ ձեր ընկերության փիլիսոփայությունը, քաղաքականությունը որն է Հայաստանում։ Մեր ընկերության քաղաքականությունը հնարավորինս մաքսիմալ բավարարել հաճախորդների պահանջմունքները, ոչ միայն առաջնային, նաեւ շարունակական։ Այսինքն մի անգամ գնելուց հետո մարդը, այսպես ասած, սովորի տվյալ բրենդի օգտագործման եւ շարունակաբար դա օգտագործի։ Մենք քաղաքականություն չունենք ուղղակի մեկ անգամ վաճառելու եւ հետեւաբար հաճախորդների հետ էլ ուրեմն չաշխատելու, դա ճիշտ քաղաքականություն չի, մենք շարունակականություն ենք նախընտրում, հետեւաբար առաջարկում ենք որակյալ ապրանք, որպեսզի բոլորը գոհ լինեն, նաեւ այդ ֆիդբեքները լինեն բավականին դրական, քանի որ դրա մեր համար ամենակարևորը մեր ընկերության հեղինակությունն է։
Ընդհանուր քանի անուն ապրանքատեսակ ունի եւ արդյոք առաջիկայում նորություններ սպասվում են թե ոչ։ Ընդհանուր մարտկոցների մասով 30 անվանում շուրջ մարտկոցներ կա, բազմազան համարյա գրեթե կենցաղում օգտագործող բոլոր ոլորտների համար։ Ունենք նաև ացելիներ, ինչպես նշեցի, կանացի տղամարդու լվացքի թերթիկներ, սափրվելու փրփուրներ, խցանումները բացող միջոցներ, շուրջ տառ ապրանքանիշի տակ մոտավորապես 60 անվանում ապրանք կա։ Ինչպես նաև կուզեմ նշել, որ մեր ընկերությունը պաշտոնական ներկայացուցիչն է Դերմակոլ ապրանքանիշի, որը իրենից ներկայացնում է կոսմետիկ, դեկորատիվ կոսմետիկա եւ ուրեմն խնամքի միջոցներ, անձնական խնամքի միջոցներ, թե դեմքի, թե մարմնի։ Եվ ուզում եմ նշել, որ Դերմակոլ ապրանքանիշը մենք վաճառում ենք միայն on-line հարթակներով, marketplace-ներում, Ozon Viber-ից, Instagram-ում, Facebook-ում, դա չի մատակարարվում խանութներ, որովհետև խանութներում շատ առկային կեղծ տեսականի մենք խուսափում ենք նման դիրքավորումից, հետևաբար նաև կառաջարկեմ, որ եթե հաճախորդները ցանկանում են օրիգինալ ապրանք գնել, անպայման գնեն պաշտոնական ներկայացուցիչից Instagram-ով, Facebook-ով, ինչու նաև Ozon-ով, ինչպես նաև կարող են զանգահարել մեր հեռախոսահամարին 044 84 8101 համարին, մեր աշխատակիցները կպատասխանեն եւ Facebook, Instagram էլի համապատասխան աշխատակիցներ կան, որոնք որ շատ արագ կարձագանքեն իրենց հաղորդագրություններին։ Եվս մեկ անգամ կրկնենք հեռախոսահամարը եւ ասենք թե Instagram-ում ու Facebook-ում ինչպես կարող են ձեզ գտնել։ Հեռախոսահամարը 044 84 8101, իսկ Instagram-ում եւ Facebook-ում կամ հավաքելով Stark բառը կամ Dermacol բառը։ Ամենը արտադրված է Գերմանիայում, սա հայերի համար կարևոր նախապայման է, որ պետք է լինի որակյալ, իսկ որակյալ